Ընկերներ, ողջույն, սահմանահանցում ենք Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանի հետ։ Ողջույն Հովսեփ, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրատուն։ Սկսենք Հայաստան-Գերմանիա ռազմավարական օրակարգի հռչակագրից, ինչ է այն իրենից ենթադրում, ինչ է տալիս առհասարակ Հայաստանին, եւ եթե Հայաստանը գնում է Եվրոպական միություն, ապա ինչ անհրաժեշտություն կա Եվրամիության անդամ երկրների հետ առանձին այսպիսի գործակցություն ունենալու։ Տեսեք, Ադրբեջանը Եվրամիության երկրների կեսի հետ գրեթե ուներ նման ռազմավարական պայմանագրեր միջև Արցախի վրա հարձակվելը։ Այսինքն դա էական հարաբերությունների մակարդակ էր ապահովում, որը որ այսպես անհավասար պայմանների մեջ էր դնում Հայաստանի, որը չուներ այդ պայմանագրերը։ Այսինքն անկախ նրանից, որ Ադրբեջանը անում էր մի բան, որը որ եվրոպական չափանիշներին, սկզբունքներին, արժեքներին չէր համապատասխանում, բայց քանի որ ինքը ռազմավարական պայմանագրեր ուներ այդ երկրների հետ, դա որոշ չափով, չեմ ասում դա էր հիմնական պատճառը, պարզ են, դա ավելի կարևոր խնդիրներ կային, հատկապես նաև երանախագահող երկրների ուրեմն աշխարհակաղակական շահերը եւ պայմանավորվածությունները, բայց համենայն դեպս Գերմանիան կարևոր դերակատարություն ունի Եվրամիությունում եւ Գերմանիայի հետ նման ռազմավարական համագործակցության պայմանագիրը գործընկերության Հայաստանի համար շատ կարևոր է եւ անմիջականորեն եվրոպական ուրեմն գործընթացների վրա ազդելու եւ եվրոպական հանձնաժողովի կառավարության վրա ազդելու տեսակետից եւ հենց Գերմանիայի հետ այդ թվում տնտեսական, բայց նաեւ քաղաքական, ռազմական համագործակցություն ծավալելու տեսակետից։ Մենք այսօր ունենք լուրջ խնդիրներ Գերմանիայի հետ կապված, եթե վերջերս Միացյալ Նահանգները հանեց Հայաստանի վրայից սահմանափակումները որոշ տեխնոլոգիական արտադրանքների չիպերի ներմուծման համար, միջև այդ կար արգելքներ, ըստ էության պատժամիջոցների պես մի բան էր։ Գերմանիան դեռ չի հանել եւ շատ կարևոր դետալներ կան մեր ռազմարտունաբերության համար կարևոր, որոնք դեռ չեն թույլատրվում Գերմանիայից բերել։ Այս պայմանագիրը ընդամենը մի դետալ եմ ասում, հա, որ պատկերացնեք ինչքան կարևոր է երկկողմանին է, երկկողմ հարաբերությունները։ Այդ չեմ խոսում ներդրումների մասին, որի մասին խոսվեց նաև այնտեղ եւ վարչապետը դրա վրա շեշտադրում արեց եւ ես հույս ունեմ, որ նաև մերձ հետևողական կլինի եւ որոշակի այսպես խորհուրդներով հանդես կգա իրենց բիզնեսներին, որ ներդրումներ անեն Հայաստանում։ Գերմանական բիզնեսների ներկայությունը Հայաստանում այնքանով է կարևոր, բացի գումարայինից, նաև կարևոր է տեխնոլոգիական տեսակետից, հա, նաև որակի, մենեջմենթի որակի տեսակետից գերմանական արտադրությունը, ձեռնարկությունները, մեթոդաբանությունը, ճշգրտությունը, այդ ամեն ինչը արտադրության մեջ եւ տնտեսության մեջ խիստ կարևոր ուրեմն բաղադրիչներ են, որոնք որ իհարկե հարաբերությունների խորացմանը զուգընթաց մենք կարողանանք ավելի հեշտությամբ ստանալ Գերմանիայից։ Դու Եվրոպական միությունում էր, այսինքն Բրյուսելում էր, եւ Եվրամիություն Հայաստան ռազմավարական նաև նոր գործընկերության օրակարգն էր ստորագրվում, բավականին հավակնոտ փաստաթուղթ։ Կխնդրեմ սրան եւս անդրադառնալ եւ արդյոք նաև այս գործակցությունը ենթադրում է Հայաստանի, այսպես ասենք, Եվրամիության անդամակցության կամ այդ ճանապարհով գնալու նկարտումները, նաև վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ հայտարարություններում նշեց, որ ակնկալում են Բերլինի աջակցությունը դեպի Եվրամիություն դժվարին ճանապարհում։ Միանշանակ, ես քանի որ նշեցի նաև, որ Գերմանիան ըստ էության վճռորոշ դերակատարություն ունի Եվրոհանձնաժողովում եւ պատահական չի, որ այսօր Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն էլ Ուրսուլա ֆոն դեր Լայնը ինքը Գերմանիայից է եւ ելի շատ առանցքային պաշտոններ կան, որոնք որ զբաղեցնում են գերմանացիները եւ ընդհանրապես միջին եւ ստորին օղակներում Բրյուսելի պաշտոնյաների մի զգալի մասը գերմանացիներ են։ Այնպես որ Գերմանիայի աջակցությունը, այո, խիստ կարևոր է։ Ինչպես որ Ֆրանսիային է, բայց հավատացնում եմ Գերմանիային ինչ որ իմաստով նույնիսկ շատ ավելի ծանրակշիռ է ներկայությունը Բրյուսելում, քան նույնիսկ ֆրանսիականը։ Այնպես որ այո, այդ ներգրավումը էական է լինելու։ Եվ Հովսեփ, Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքեց Հայաստան-Եվրամիություն այդ փաստաթղթերին եւ խոսում էր նրա մասին, որ այդ փաստաթղթերի բովանդակությունը հակասում է եւ խոչընդոտում է Եվրամիություն-Ադրբեջան հարաբերություններին, մի քանի հանգամանքներ էր մատնանշում եւ հիշում էր նաեւ դիտորդների ներկայությունը այդ համատեքստում, այդ
փաստաթղթերին, այսպես ասենք, ոչ բարեկամական էր արձագանքել նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Ի վերջո Ադրբեջանի մտավախությունները եւ Ռուսաստանի մտավախությունները Հայաստան Եվրամիություն գործընկերությունից ինչու՞մն են կանում, ինչու՞մն է խնդիրը։ Ռուսաստանից եւ Ադրբեջանից տարբեր են, արդեն տարբեր են։ Եթե միջև անցած տարվա հուլիսը շատ բաներում նույնական էին իրենց մտահոգությունները, հիմա տարբեր են։ Հիմա Ադրբեջանը իրականում ուզում է խորացնել իր հարաբերությունները Արևմուտքի հետ, որտեղ Ռուսաստանի հետ լարվածության այս ֆոնին, խորապատկերին իրեն այլընտրանքներ են պետք եւ նման պայմաններում իրոք որ Հայաստան Եվրամիություն այս նոր օրակարգը, ռազմավարական օրակարգը իր մեջ պարունակում է դրույթներ, որը Ադրբեջանին թերևս հեչել դուրս չի գալիս եւ իրենց փորձագետների շուրթերով իրենք արդեն արտահայտվում են դրա մասին։ Այնտեղ կա նաև Արցախի մասին հիշատակումներ, Արցախի հայ բնակչության իրավունքների մասին եւ այլն։ Այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ Եվրամիությունը չի պատրաստվում հրաժարվել իր սկզբունքներից, եթե նույնիսկ այս պահին դրանք մի կողմ են թողնված, բայց ռազմավարական փաստաթղթերում մի կողմ թողնված այն իմաստով, որ չկա իրական հնարավորություն Ադրբեջանի վրա այնպիսի ճնշում գործադրելու, որ ինքը իրական քայլեր այդ ուղղությամբ ձեռնարկի, մենակ Արցախի հայության իրավունքների վերականգնման եւ վերադարձի, անվտանգ վերադարձի։ Բայց միաժամանակ Եվրամիությունը ցույց է տալիս, որ դա չի նշանակում, որ այսպես մոռացանք գնացել է, ինչ եղավ, ինչ արեցիք ձեզ փեշքեշ, հա, Ադրբեջանը եւ Ալիև։ Չէ, այդպես չի լինելու եւ Ալիևը դեպի Եվրամիություն, դեպի Արևմուտք իր ճանապարհին իրեն անդադ հիշեցնելու են իր պարտավորությունները, որ ինքը դեռ պետք է կատարի։ Ես չեմ ասում, որ մոտ ապագայում դա իր համար էական փաստարկ կլինի դրանք կատարելու համար, բայց դա նաև խոչընդոտ կարող է լինել, այո, Ադրբեջանի եւ Եվրամիության հարաբերությունների խորացման տեսակետից, քանի դեռ Ալիևը ավելի ժողովրդավար եւ ավելի մարդու իրավունքների վրա հիմնված օրակարգ չի որդեգրել, որտեղ բնականաբար ներառվելու են թե արցախահայության իրավունքները եւ թե իր բնակչության, իր կողմից հետապնդվող, հալածվող ընդդիմադիրների քաղաքական այլախոհների ըստեյության նաև շահերը եւ իրավունքները։ Իսկ Ռուսաստանի պարագան ինչու՞մն է, հա։ Հայաստանը Շատ պրոզաիկ է, Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք։ Ռուսաստանում դա տեսնում են, Եվրոպայում դա տեսնում են, Ադրբեջանում դա տեսնում են, մենք դա տեսնում ենք եւ միայն Հայաստանում մի խումբ հանճարեղ վերլուծաբաններ կան, որոնք ասում են, չէ, Հայաստան հակառակ ուղղությամբ է գնում, էլի։ Մի խոսքով հիմա այդ է Ռուսաստանը պաստորեն հասկանում է, որ ինքը կորցնում է Հայաստանն էլ, իսկ դրա հետևանքը կարող է լինել Կովկասը կորցնելը, ճիշտ է հիմա ինքը Վրաստանի հետ որոշ հույսեր ունի, հույսեր է կապում, բայց նաև Հայաստանում որոշ պրոքսի ուժերի հետ է հույսեր կապում, որ կարող է հունիսի 6-ին, եթե ոչ ամբողջությամբ զավթել իշխանությունը, ապա այնպիսի ծանրակշիռ ներկայություն ունենա ազգային ժողովում, որ իր խամաճիկները կարողանան սաբոտաժի ենթարկեն տարբեր զարգացման ծրագրերը Հայաստանի եւ նաեւ եվրոինտեգրման ծրագրերը։ Ես հուսով եմ, որ դա իրենց չի հաջողվի եւ Ռուսաստանը հուսախաբ է լինելու հունիսի 7-ին մյուս տարի։ Ինչ վերաբերում է Վրաստանին, տեսեք, այստեղ բավական հետաքրքիր իրավիճակ է։ Մի կողմից Վրաստանը բավականին այսպես լարում է իր հարաբերությունները Եվրամիության հետ եւ դա կարծես անում է ցուցադրաբար Ռուսաստանի հետ ավելի հարմար դիրքավորվելու համար, բայց մյուս կողմից ինքը միջևմա դիվանագիտական հարաբերությունները չի վերականգնել Ռուսաստանի հետ, մեկ ինքը չի հրաժարվում իր տեխնացուի կարգավիճակից Եվրամիության տեխնացուի, Եվրամիության անդամակցության տեխնացուի։ Եվրամիությունը չի զրկում իրեն այդ կարգավիճակից, ընդհանրապես սառեցվել են այդ հարցում բանակցությունները։ Նույնը վերաբերում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, Վրաստանը անդադ ցույց է տալիս իր շահագրգռությունը վերականգնել Միացյալ Նահանգների հետ խաթարված հարաբերությունները, սառեցված ռազմավարական գործընկերության պայմանագիրը, դա էլ Միացյալ Նահանգները ուրեմն նախանցած տարի անցած տարվա նոյեմբերի ներողություն կեղծված Վրաստանում կեղծված ընտրություններից հետո սառեցրել է համաձայնագիրը եւ Տրամպն էլ չվերականգնեց։ Սա բոլոր նրանց համար, ովքեր ասում են, որ Միացյալ Նահանգներում ինչ որ մեկ անձն է ամեն ինչ որոշում եւ Բայդենը որ ինչ որ բաներ չէր ուզում անել կամ ինչ որ բաներ անում էր
Հիմա Տրամպը դրան հակառակն է լրիվ անելու։ Մենք դա տեսանք, որ այդպես չի եւ Հայաստանի մասով, եւ Վրաստանի մասով ենք տեսնում։ Այսինքն կա խորքային քաղաքականություն Միացյալ Նահանգների, որը ձևավորում են ինստիտուտները։ Տրամպը կարող է այդտեղ ուրեմն ճշգրտումներ մտցնել, որոշ հարցերում նույնիսկ արմատական, բայց ինստիտուցիոնալ արդեն որոշված եւ ավանդույթներ ունեցող քաղաքականությունը, այդ թվում ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված քաղաքականությունը, որ ասում է, որ չի կարող երկրում, որը որ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության պայմանագիր է կնքել, ընտրություններ կեղծվեն եւ այդ երկրի ղեկավարությունն էլ հակվի դեպի Ռուսաստան։ Ինչքան էլ Տրամպը Պուտինի հետ երբեմն սիլիբիլի է անում, հա, մենք տեսնում ենք, բայց դա կապ չունի։ Կա որոշված քաղաքականություն, establishment-ի կողմից որոշված, ինչքան էլ Տրամպը որոշ պայքար մղեց establishment-ի որոշ հատվածների դեմ, բայց միևնույն է, ամբողջապես վերցած այն ռազմավարությունները, այն քաղաքականությունները, որը որ տարիներ շարունակ Միացյալ Նահանգները վարում է, հիմա եւս այն վարում է։ Եվ նաեւ ոչ մի իզոլացիոնիզմ, ինչքան էլ որ մենք մտահոգ ենք, որ կարող է Տրամպի գալով իզոլացիոնիզմ տեղ ունենա, ըստ էության հիմա չկա։ Եվ Միացյալ Նահանգները որտեղ հնարավոր է իր ազդեցությունը փորձում է տարածել, իսկ այն որ իբր Եվրոպայից գնում է կամ Եվրոպայի վրա ձեռքը քաշում է, դա էլ շատ պայմանական է։ Ինքը ընդհանրապես ուզում է ավելի նվազ միջոցներով հասնել այն նպատակներին, որոնք չեն փոխվել իր մոտ։ Եվ այն որ Տրամպը պարբերաբար փորձում է Պուտինին ավելի մեծ հնարավորություններ տալ վերջինիս ցանկությամբ եւ պայմաններով պատերազմը ավարտելու, բայց դա չի ստացվում, հենց ցույց է տալիս, որ մեկ անձը չի ամեն ինչ որոշում եւ տարբեր նույնիսկ կամակորություններ էլ եթե լինեն, դրանք ժամանակավոր են եւ ռազմավարությունների վրա մեծ հաշվով չեն առնում։ Դառնանք նաև ներքին հարցերի կամ ներքին հարցերի, որոնք այս կամ այն կերպ նաև փոխկապակցված են արտաքին հարցերի հետ։ Դե ամենաթոփ թեման եկեղեցու եւ քաղաքական իշխանության վերնախավերի միջև հակասություններն են։ Եպիսկոպոսատ ժողովը տեղի ունեցավ եւ այն եպիսկոպոսները, ովքեր հանդիպել էին վարչապետի հետ, հայտարարություն տարածեցին կոչ անելով մնացածին զերծ մնալ սադրանքներից ու ափսոսում էին, որ այդ ժողովը չկայացավ, որպեսզի կարողանային այդ հարցերը իրենց առաջ քաշած բարձրացնել։ Նախ այս եպիսկոպոսատ ժողովի չկայացումը արդյոք ցույց է, որ կաթողիկոսը կորցնում է նաև ներքին եկեղեցու ներսում ունեցած, այսպես ասենք, լեգիտիմությունը, կորցնում է վերահսկողությունը։ Դա ակնհայտ է, եթե չկորցներ, կաներ եւ իր ուզած որոշումները կանցկացներ։ Բայց ինքը հասկացավ, որ չի կարողանալու իր ուզած որոշումները անցկացնել, հաստատի չունի մեծամասնություն եւ վերահսկողություն այդ ժողովի հանդեպ։ Այնպես որ դա լավ նախանշան է եւ ինքը արդեն պետք է հասկանա, որ այսպես երկար չի կարող ձգել։ Եվ ինչքան շուտ հեռանա եւ թողնի այդ պաշտոնը, այնքան ավելի լավ հենց իր համար եւ իր շրջապատի համար։ Իր շրջապատն է դա պետք է հասկանա, որ այսպես երկու ոտը մի կոշիկի մեջ դրած այդ աթոռներին կարճած մնալը տվյալ դեպքում եկեղեցական աթոռներին հոգևոր բառը վախենում եմ օգտագործել, որտեղ այդ մարդիկ չեն կարող հոգևոր որևէ ուրեմն պաշտոնի հետ կապ ունենալ, բայց պետք է գնա, ուրիշ տարբերակ չունի։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ պետական ամբողջ համակարգը տեսնելով, որ եկեղեցին գործիք է դառնում հենց Հայաստանի Հանրապետության պետության դեմ, օտար ուժերի ձեռքում, պետությունը սկսեց ինքնապաշտպանվել եւ շատ արդյունավետ իր բոլոր համակարգերով եւ այստեղ ես շատ կարեւոր եմ համարում, որ նաեւ ազգային անվտանգության ծառայությունը, այլ իրավապահ մարմինները ըստ էության այդ հիբրիդային պատերազմում արդյունավետ մարտնչում են ռուսական ՖՍԲ-ի ներգրավման եւ ազդեցության դեմ։ Եվ հենց եկեղեցու հարցում դա կարծես ստացվում է։ Ինչքան էլ որ առաջ անհավատալի կարող է թվալ, առաջին անհավատալի կարող էր թվալ, որ ԱԱԾ-ն ՖՍԲ-ի դեմ դուրս կգա, մեր ԱԱԾ-ն։ Մենք տեսնում ենք դա փաստացի, եւ երկրորդը անհավատալի կարող էր թվալ, որ այդ հակամարտության մեջ եթե այդպիսի բաներ լիներ, ԱԱԾ-ն կարող է հաջողի, բայց կներեք, սա մեր պետությունն է, սա Ռուսաստանի պետությունը չէ, որ այստեղ ՖՍԲ-ն հաջողության հասնի։ Եթե ինքը այստեղ նույնիսկ գործակալներ ունի, այդ գործակալների ոտը կկտրենք Հայաստանի Հանրապետությունից ամբողջ ժողովրդով, խաղաղասրակությունով, պետական մարմիններով, բոլորով հանդերձ։ Ամեն մեկս մեր հայ գործը անելով։
լինի դա պետական մարմինների իրենց լիազորությունների շրջանակներում կատարվողը, լինի դա քաղաքասրակության ժողովրդի խոսքը, հրապարակախոսությունը, գործողությունները, սա մեր երկիրն է, ում են դարել, որ գան մեր երկրում, փորձեն հայ եկեղեցին օգտագործել Հայաստանի դեմ։ Շատ սխալվում են, եթե համարում են, որ կարող են այդպես բան անել։ Դա կարող էին անել, երբ որ իրենց խամաճիկներն են այստեղ տիրապետում եւ Հայաստանը չէր պատկանում հայ ժողովրդին։ Իրենց էր պատկանում իրենց խամաճիկների միջոցով։ Արդեն դա փոխվել է 18 թվականից հետո։ Հովսեփ, երբ ասում ես, որ պետական մարմիններ, օրինակ այդ թվում եւ ազգային անվտանգության ծառայությունը գործում են եւ այլն, եկեղեցու կամ եկեղեցու վերնախավի կամ որոշ դերակատարների համատեքստում, բայց արդյոք չգիտեմ, տարօրինակ կամ տրամաբանական չէ, երբ որ օրինակ նույն վարչապետը, հա, խոսում է, ասում է, ինձ պետք է այնպիսի կաթողիկոս, որը չի ենթարկվում օտար երկրի հատուկ ծառայության ավագ լեյտենանտի, ասում է, որ կաթողիկոսի եղբայր Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրասը KGB գործակալ է, որտեղ է ԱԱԾ-ն։ Եզրասը որոշ ժամանակ առաջ Երևանում Սամվել Կարապետյանին հաջողության ցույցերի էր մասնակցում, որտեղ էր այդ ԱԱԾ-ն, եւ եթե կտրիչ Ներսիսյանը օտար ծառայության է ենթարկվում, ինչու նա մինչև հիմա էջմիածնում է, ինչու ԱԱԾ մեկուսանում չէ։ Դե իրեն հասկացնում են, որ մենք գիտենք դու ով ես, փասափուսեք թավակի գնա։ Թե չէ կհետևես Արշակ Խաչատրյանին։ Խաչատրյանը չէ՞ կարծեմ այդ պարոնի սերաքաղց պարոնի անունը։ Հիմա այդքան էլ հեշտ չի, հասկանում եք, կալանավորել կաթողիկոսին, ինչքան էլ ինքը վստահություն եւ համակրանք չունենա ժողովրդի մեջ։ Այդքան էլ հեշտ չի նրա եղբորը Մոսկվայից բերել կալանավորել։ Երբ որ դուք ասում եք ինքը այստեղ էր միջև Նիկոլ Փաշինյանի հայտարարելը իր KGB-ի գործակալ լինելու մասին, ճիշտ է։ Եվ հիմա արդեն որ գա, կարծում եմ արդեն համապատասխան միջոցները կձեռնարկվեն։ Բայց նույնիսկ նրան, որը որ ուղիղ հովանավորվում է Կրեմլի կողմից եւ շքանշան է ստանում ինչպես եւ իր եղբորը, երկու եղբայր Կրեմլի շքանշանակիրներ են։ Հա, երկուսն էլ ստացել են դա Հայաստանի դեմ իրենց գործունեության համար։ Հիմա պետք է մաքրել եկեղեցին եւ լավ է որ նաեւ ներսից կա մենակ այդ դիմադրությունը, էլի մենակ պետական մարմինները ժողովուրդը հասարակությունը քիչ են, պետք է նաեւ ներսից լինի այդ դիմադրությունը, մաքրման համար պայքարը։ Եվ դա կա, եւ լավ է որ կա, եւ գնալով մեծանում է, ծավալվում է։ Ընդամենը 1 ամիս առաջ մտքներովս էլ չէր կարող անցնել, որ 10 եպիսկոպոսներ կարող են այսպես դեմարշ անել, թե իր դեմ, կտրիչի դեմ, բայց տեսանք որ եղավ։ Հիմա այդ եպիսկոպոսների հետ կան տարբեր այլ աստիճանի հոգևորականներ, տասնյակ եւ վստահ եմ հարյուրավոր։ Կամաց պետքա ներսում այդ քննարկումը ծավալվի եւ դա արվի հնարավորինս այսպես հանդարտ պայմաններում։ Գիտեք ինչի, որտեղ երբ որ շատ կոշտանում է դիմակայությունը, շատերը ստիպված են կողմ ընտրել։ Եվ շատերի համար նույնիսկ նրանց, ովքեր որ շատ դեպքերում չեն աջակցում կաթողիկոս կոչեցյալին, հա, կտրիչին իրենց համար դեռ կաթողիկոս, չեն հավանություն տալիս նրա վարքագծին, բարքերին, նրա շրջապատի բարքերին, բայց համենայնդեպս այսպես համքարական շահերի, թիմային շահերից ելնելով, եթե դրսից ճնշումը մեծանա, իրենք կարող է ստիպված լինեն այսպես ավելի դիրքավորվեն ի պաշտպանություն այդ խմբակի։ Իսկ եթե դա արվի քննարկումների, հասարակական կարծիքի ճնշման ներքո, ես կարծում եմ ավելի հեշտ կլինի համոզել այդ մարդկանց, որ պետք չի աջակցել կտրիչին, հա, որ նա արժանի չէ դրան եւ նա վտանգ է պետության համար եւ եկեղեցու համար։ Եվ հուսով եմ, որ նաեւ այդ 10 եպիսկոպոսները հենց այդ ուղղությամբ են հիմա աշխատում, բացատրելու մնացած հոգևորականներին, որ պետք չի աջակցել կտրիչին եւ կտրիչը պետք է մեկուսանա հենց եկեղեցում, հասկանա, որ ինքը այլևս որևէ շանս չունի այնտեղ պաշտոնավարելու եւ միջև տարեվերջ ասապուսեկը հավաքի գնա։ Ինձ թվում է իրեն երաշխիքներ կտրվեն, եթե ինքը այդպես գնա, առանց խայտառակելու, առանց կալանավորելու, առանց ոչի բանի իրենք թողնեն, որ ինքը թողնի գնա իր գործերով զբաղ կամ գնա Կրեմլի մի սենյակ վարձին, դե Կրեմլի պատերի տակ ապրի։ Իր հովանավորների
Հովսեփ, եթե Ռուսաստանի հետաքրքրությունը խնդրի եւ հարցի վերաբերյալ քիչ թե շատ ակնհայտ եւ ընկալելի է, ապա օրինակ նույն արևմուտքում հետաքրքրությունը այս process-ի նկատմամբ ինչով է պայմանավորված, որովհետեւ մենք տեսանք, որ վարչապետին էլ հարց ու պատասխանի ժամանակ էլի հետաքրքրվում էին, այս ինչ է կատարվում։ Որովհետև շատերը Հայաստանից, հատկապես Սփյուռքի որոշ դերակատարներ, կեղծ տեղեկություններ են տարածում, թե պետությունը եւ իշխանությունները պայքարում են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ այդ կեղծ խոսույթը նաեւ վճարովի տարբեր մեթոդաբանություններով որոշ լրատվամիջոցներում արևմտյան տարածում են։ Դե չեմ խոսում սոցիալական կայքերի իրենց անձնական ծանոթություններով կապերով։ Եվ լավ է, որ այդ հարցը տրվեց եւ վարչապետը հնարավորություն ունեցավ պատասխանելու, որ նաեւ փարատի այդ մտահոգությունները արևմուտքում զուտ մարդու իրավունքների շրջանակներում տեղի ունեցող մտահոգություններ, տեղ գտած մտահոգություններ, այն իմաստով, որ արդյոք Հայաստանում խղճի ազատությունը չի ոտնահարվում կամ սահմանափակվում այլ գործողությունների հետևանքով։ Ափսոսում եմ, որ վարչապետը շատ ավելի զգուշ եւ այսպես դելիկատ էր խոսում Բերլինում, քան այստեղ ազգային ժողովում է խոսում, ավելի բաց է այստեղ խոսում նաև Կրեմլի միջամտության մասին, որտեղ ավագ լեյտենանտները հասկանալի է, չէ, որ Ամերիկայից չեն եւ Ֆրանսիայից չեն, ում որ զեկուցում է կաթողիկոսը, եւ KGB-ի գործակալ չի կարող լինի, օրինակ Ուկրաինայի կամ չգիտեմ Լեհաստանի որևէ ներկայացուցիչ։ Հասկանալի է ում է ուղղված, երբ որ ինքը բավականին բաց խոսում է դրա մասին Հայաստանում, բայց հասկանում եմ, որ Գերմանիայում ինքը ավելի այսպես դիվանագետորեն ձևակերպումներ տվեց, բայց դա էլ բավարար էր, ես վստահ եմ մարդիկ հասկացան ինչ նկատի ունի եւ ինչ է կատարվում։ Այն էլ գերմանացիները, որտեղ որ այս պարոն կտրիչը ժամանակին զբաղված էր այդ ծառայություններ մատուցելով Կրեմլին, հա, երբ որ դեռ սովետական շրջանում իրեն ձեռնաշղթաներով դուրս շպրտեցին Գերմանիայից։ Հովսեփ նաև հետաքրքիր է դες այնուամենայնիվ թեկուզ վարչապետի այդպիսի բացատրությունները, հա, թե ինչ նպատակներ է հետապնդում այս իրավիճակը իրականում, այսինքն ես նկատի ունեմ նաև այդ թվում խորքային նպատակները, որևէ ձևով այն շրջանակները մասնավորապես անդիմադիր քաղաքական, որոնք իրենց դիրքավորում են եկեղեցու իբր պաշտպաններ, չգիտես ինչից են պաշտպանում այդ եկեղեցին, չեն անդրադառնում դրան։ Դա իրենց համար թեմա չէ, դա իրենց համար խնդիր չէ։ Ինչ որտեղ կարող եմ հասկանալ, հա, մարդիկ փորձում են շահարկել հարցը, շահել որոշակի քաղաքական հավանություն որոշ շրջանակների մոտ, ենթադրենք, հա, ստել մարդկանց, օքեյ։ Եվրամիություն, Հայաստան, այդ նոր գործընկերության օրակարգում խոսվում էր, ինչպես նաև դու նշեցիր, նաև արցախահայերի մասին, այդ մարդկանց իրավունքների մասին, որի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարությունը շատ հստակ արձագանք էր տվել։ Ինչն է ինձ համար զարմանալի։ Այս շրջանակները իբր եկեղեցու պաշտպանները իրենց դիրքավորել են նաև հենց արցախահայերի իբր պաշտպաններ եւ նաև կազմակերպել էին լսումներ այդ թեմայով, խոսում էին այս կողմ այն կողմ, ոչ մի հիշատակում, որ Եվրոպական միության այդ փաստաթղթում կա այդպիսի արձանագրումներ, որին Եվրոպական միությունը հավանություն է տվել, չէ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը դա արձանագրում է Հայաստանում Արցախայերի համար իբր կոտորվող ընդդիմադիր շրջանակները քար լռություն են պահում։ Ինչու՞։ Տեսեք, Ժիրեջան, դու ասացիր, որ Եվրամիությունը աջակցություն է հայտնել դրան եւ քաջարել է, չէ՞, ըստ էության համաձայնվել են։ Բայց ում առաջարկն է դա եղել։ Պարզ է, չէ, որ Հայաստանի առաջարկն է եղել, որ դա մտել է այդտեղ։ Եվ դա էլ պետք է գնահատեն, եթե ազնիվ լինեն։ Բայց պարզ է, որ իրենք ազնվության հետ կապ չունեն։ Երբ են իրենք ազնիվ, երբ որ ժամանակին ընտրություններ կեղծելով բռնազավթում են իշխանությունը, այդ ժամանակ էին ազնիվ։ Թե երբ որ բանակի փողերն են լափում, այդ ժամանակ էին ազնիվ։ Ոնց ենք սպասում այդ մարդկանցից ինչ որ ազնվություն։ Ես նկատի ունեմ իրենց թիմակիցներով հանդերձ այդ լրագրողներով, այդ կոդը լրիվ, հա, այդ ճակերտավոր լրագրողներ, որոնք որ ուղղակի հայտարարում են լրագրություն ընդհանրապես Հայաստանում եւ նաեւ վարկեշտ լրագրողներին, հա։ Չէ, իհարկե, այդ մարդիկ որևէ կապ չունեն ոչ օբյեկտիվության հետ, ոչ սկզբունքների հետ։ Իրենց համար միակ բանն է իրենց տերերին բերել նորից լափամանի շուրջ։ Այն ժամանակ լափաման կար, հիմա բարեբախտաբար չկա, պետք է վերականգնեն այդ լափամանը,
շուրջ բոլորը էլի հավաքվեն եւ սկսեն կերակրվել բանակի, ժողովրդի, պետության, տնտեսության հաշվին։ Այդ է իրենց նպատակը ամբողջ։ Բայց իրենց դա չի արժողում։ Ես վստահ եմ։ Եվ ոչ մի օտար ուժ իրենց չի կարողանալու ապահովել այդ լափամանի վերականգնումը Հայաստանի Հանրապետության հաշվին անել եւ իրենք պարտվելու են։ Վստահ ես, որ եւ հասարակությունը այդպես շատ լավ թացը չորից տարբերում է եւ նաեւ իշխանությունը կարողությունների իմաստով լավ պատրաստված է։ Գիտես, կա դժգոհություն իշխանություններից, կա որոշ հիասթափություն նաեւ շատերի մոտ, բայց կա նաեւ մի զգալի մաս, որը որ գոհ է, տեսնում է կատարված աշխատանքը։ Հիմա ես համ տեսնում եմ կատարված աշխատանքը եւ գոհ եմ այդ աշխատանքից, հատկապես արտաքին քաղաքականության մեջ մեր առաջարկների մի զգալի մասը ընդունվել է։ Միգուցե ոչ ամբողջ ծավալով, ոչ այն արագությամբ, որը մենք կուզեինք, մենք ես նկատի ունեմ նաև Եվրաքվեն, հա, Եվրաքվեի նախաձեռնությունը, ժողովրդական ուժերի հարթակը, որը Եվրաքվեի նախաձեռնողն էր։ Բայց նաև ներքին տնտեսական հարցերում մենք տեսնում ենք էական բարեփոխումներ եւ ինստիտուցիոնալ եւ վերջիվերջո մարզերում մեծ փոփոխություններ է տեղի ունեցել, իրոք բոլոր գյուղերում ինչ որ մի լավ բան արվել է՝ լուսավորություն, ասֆալտապատում, ջրահեռացում կամ ջրամատակարարում, հազար ու մի հարցեր կան, որը որ 30 տարի չեն լուծվել, եթե ոչ ավել շատ տեղերում նույնիսկ սովետական շրջանից չեն լուծվել, հիմա լուծվել են։ Եվ այդ մարդիկ գնալու են ընտրեն գործող իշխանությանը։ Հիմա իմ ցանկությունը այն է, որ դա միահեծան իշխանություն չլինի եւ մարդիկ ընտրեն նաեւ ժողովրդավարական ուժերին, ժողովրդական այլընտրանք ընտրեն եւ նրանք, ովքեր որ դժգոհ են ամեն դեպքում իշխանության ընդհանուր քաղաքականությունից, կարելի է ավելի մաքսիմալիստ լինել, ավելի մեծ պահանջներ դնել եւ եթե տեսնում են, որ չի կատարվում այդ պահանջները կամ այդ նշաձողը չեն ապահովում իշխանությունները, դժգոհ լինել, խնդիր չեմ տեսնում այդտեղ։ Բայց ոչ այդ դժգոհության հիման վրա գնալ, ասենք, հետ բերել 1000 անգամ ավելի վատ ինչ որ մարդկանց։ Հիմա ես օրինակ շատ մեծ ուրախությամբ հետևում եմ, ոնց է Facebook-ում օրինակ ինչ որ մի պաշտոնյա, երբ որ զեղչով է տուն առնում, տեսեք ինչ մեծ աղմուկ է բարձրանում, այդ թվում քաղաքացիական ներկայացուցիչները կասկածի են ենթարկում, թե այդ ոնց է քեզ զեղչ տվեցին, հա, 20% զեղչ օրինակ։ Ու դա մեծ աղմուկ է բարձրացնում, ասենք տան զեղչը։ Տեսեք, նույնիսկ այդ մի քիչ թեական է, որտեղ տան զեղչը սովորաբար անում են, մենակ պաշտոնյաներին չեն անում, շատերին են անում, բայց նույնիսկ դա, որ պաշտոնյային զեղչ են արել, մեծ հասարակական արձագանքի քննարկումների առիթ է դառնում, տեսեք, ուրեմն մենք ինչ բարձր մակարդակի վրա են գտնվում կոռուպցիայի ընկալման զգայունության տեսակետից։ Դուք պատկերացնում եք, ասենք, համեմատելու է սա այն մարդկանց հետ, որ ընդամենը 10-15 տարի առաջ ինչ զեղչ, ինչ բան գնում էին բանակի կոպեկներով բանակի սեփականությունը վերցնում են իրենց, հետո դա վաճառում էին բանակի վրա տասնապատիկ ավելի թանկ, հետո էլի վերցնում էին իրենց կոպեկներով, հետո վարձակալությամբ էին տալիս բանակին ու արանքում տասնյակ միլիոնավոր դոլարներ էին գրպանում։ Կամ ասենք ճակերտավոր քաղաքապետեր էլ իշխանությունը բռնազավթած համայնքում գնում են ինչքան պատվալներ կար, բոլորը սեփականաշնորհում էին, մանկապարտեզները սեփականաշնորհում էին ու հետո դրանք վարձակալությամբ տալիս էին էլի համայնքին։ Ու դա համեմատելու է այս 20%-անոց զեղչի հետ, որը այն էլ հարց է, իրոք զեղչ են տվել մարդուն, թե իրոք ինչ որ մեկը լավություն է արել որպես պաշտոնյայի։ Դա էլ պետք է հասկանանք, եթե լավություն արել, ինչի դիմաց է արել։ Ես այստեղ նշեմ, որ խոսքը Հայկ Կոնջորյանին է վերաբերում եւ նրա ձեռք բերած գույքին եւ հատուկ անունը չտվեցի, որտեղ իրոք մենակ իրան չի վերաբերում, այդպես դեպքեր էլի են եղել եւ լավ է որ բացահայտում են մամուլն էլ, գիտեք։ Դե այո, Հայկ Կոնջորյանը դժգոհ է, որ ինչի է հետ անտեսել այնտեղ մի քանի դրվագներ կար, որ օգուտ իրեն էր, այդտեղ էլ պետք է արդար լինել եւ ասել, որ մեր բոլոր լրատվամիջոցներն էլ պետք է ամեն դեպքում օբյեկտիվությունը 100%-ով պահեն եւ եթե անգամ ընդդիմադիր հակումներ ունեն, եթե անգամ շատ կուզենան, որ այս իշխանությունները հեռանան, բայց իրենց բարձր նշաձողը, իսկ հետքը միշտ բարձր նշաձող է ունեցել, պետք չի իջեցնել, պետք չի կորցնել հանուն դրա, հա, հանուն ինչ որ քաղաքական նպատակների։ Դրա համար, բայց ամեն դեպքում լավ է որ կա մամուլ, պետք է վերահսկվի, բա պաշտոնյան պետք է իմանա, որ այդպեսի բան անելուց ինքը լուսաբանվելու է, աղմուկ է բարձրանալու, որ ինքը միշտ զգաստ լինի։
որ չբռնեն տանեն Անրի Վարդանյաններին ՊՎԾ-ի պետի տեղակալ նշանակեն, հա, նախկին գլխավոր բանի կաշալոտի կաշառակերի աջ ձեռքին։ Այդ պետք է իմանան, անդադ բարձրաձայնելու ենք դրա մասին։ Այդպիսի դեպքեր տեղի ունեցել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որը նորակառույց շենքում բնակարան է ձեռք բերել։ Քանի որ խոսեցինք այսպես ասած ենթադրաբար կոռուպցիայի կամ դրա դրսևորումների մասին, Հովսեփ, իսկ գնում ենք Եվրամիության հետ ավելի խորը հարաբերություններ, այդպիսի փաստաթղթեր ենք ստորագրում, մեր ժողովրդավարական երկիր ենք հռչակում, եւ վարչապետը Բեռլինում ասում է, որ Եվրամիություն գնալը դա ոչ թե աշխարհաքաղաքական ընտրություն է, այլ մեր ժողովրդավարական ընտրությունն է։ 3 տարի է արդեն Հայաստանում կոռուպցիայի համաթիվը չի փոխվում, մնացել է նույնը։ Արդյոք սա չի ենթադրում, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում լճացման փուլի մեջ է, եւ եթե դա այդպես է, ապա սա չի կարող ուղիղ ազդեցություն ունենալ Հայաստանի ժողովրդավարացման վրա բացասական իմաստով։ Միանշանակ համաձայն եմ, այո, լճացման փուլում է։ Transparency International-ի, որ միջազգային կառույց է, հա, այդ կոռուպցիայի ընկալման ինդեքսին վստահում եմ, որտեղ բավականին լուրջ մեթոդաբանություն են կիրառում դա բարձելու համար, եւ այնց չի, որ մենք չենք տեսնում, որ այդ կոռուպցիայի հարցը մի տեսակ լրիվ մնացել է։ Հա, ինչ որ տեղեր, ինչ որ մարդիկ բռնվում են, բայց ինչ որ տեղեր մենք տեսնում ենք ահազանգների հետևանքները 0 են։ Հա, շատ հեռու չգնամ։ Այս օդի աղտոտվածության հետ կապված ամիսներ առաջ ես ահազանգել եմ դրա պատճառներից մեկը, որ այդ պաշտպանիչ ցանցերը շինարարության մեջ չեն օգտագործում։ Չեն օգտագործում եւ ոչ մեկ իրենց չի տուգանում։ Ընդհանրապես մի քանի տասնյակ շենքի տուգանման արձանագրության մասին քաղաքապետարանը զեկուցեց, որ չնչին գումարներով այդ տուգանքներն այդքան մեծ չեն։ Բայց մենք գիտենք ինչքան է խնայում կառուցապատողները այդ ցանցերի փոխարեն ոչինչ չդնելով։ Խնայում են հսկայական միջոցներ։ Հսկայական միջոցներ։ Մեկ ցանցը մի քանի տասնյակ հազար դոլարի կարող է հասնել, եւ իրենք ավելի լավ մի $2000 նույնիսկ տուգանք տան, չնայած դա էլ չեն տալիս 90%-ը, որտեղ մենք ունենք հարյուրավոր կառուցապատողներ, 1000-2000 կառուցապատող կարող ունենք, ընդհանրապես մի 50-100 հոգուն են տուգանել, ելի եմ ասում, չնչին գումարներով։ Այդ ո՞նց եղավ, որ մենք տեսնում ենք այդ շենքերը, նկարները տեղադրում ենք, ես կոչ եմ արել, մեր քաղաքացիները սկսեցին ուղարկել տասնյակ այդպես նկարներ շենքերի առանց ցանցերի, որ կառուցապատում են, եւ այդ փոշին ամբողջը գնում է քաղաքն է լցնում եւ խեղդում է, քաղցկեղ է առաջացնում մարդկանց մոտ։ Կներեք, բայց մենք չենք հասկանում, որ քաղաքապետարանում ինչ որ մարդիկ փող են աշխատում։ Փող են աշխատում հենց նույն կառուցապատողից։ Կառուցապատողին ավելի լավ է տանի մի 5000 կաշառք, քան 20000 ցանց առնի դնի։ Եվ այդպես ինֆորմացիա կա, որ որոշ պաշտոնյաներ ընդհանրապես մի տարի այդ միայն այդ գործով $1 միլիոն սիրուն դզում են եւ հանգիստ պաշտոնը թողում գնում են։ Կներեք, բայց ով պետքա դրանով զբաղվի։ Հասկանում եմ, որ քաղաքապետարանում մեռան սրանրա բռնելով։ Թաղապետով, փոխթաղապետով, քաղաք վարչություններով, պետերով, եսի միջերով մի գլուխ մարդ են բռնում։ Ու էլի խրատ չիլնում, էլի շարունակում են։ Շարունակում են, ուրեմն պետք է ավելի շատ բռնել, պետք է ավելի վերևից բռնել ուրեմն։ Ուրեմն ավելի վերևից հովանավորություն կա։ Եթե այսքան ասելուց հետո չի փոխվում ոչ մի բան, ուրեմն այո, կոռուպցիա կա եւ պետք է ավելի շատ բռնեն։ Ուրիշ ձև չկա։ Մենք չենք կարող այսօրվա պաշտոնյաներին հետ գնալ 30-40 տարի առաջ եւ իրենց մանկապարսեզի սկսենք դաստիարակել, որ չի կարելի հանրության շահերի հաշվին գողություն անել եւ վնաս տալ հանրության շահերին, պետության շահերին։ Հա, այս նոր երեխաներին պետքա դաստիարակել, այդ ժամանակը դեռ ունենք, բայց նրանց դեպքում արդեն կորցրել են։ Ու ագահությունը շատերի մոտ այնպեսին է, որ գայթակղությանը չեն դիմանում։ Չեն դիմանում, պետքա պատրաստ լինեն գնան նստեն։ Իսկ դա այսօր ցավոք սրտի չի արվում։ Չի արվում եւ դա անդրադառնալու է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի եւ ԿՊ-ի վարկանիշի վրա ընտրություններում։ Եվ երբ որ ես ասում եմ, որ նախկինները ռուսամետները չեն հաղթելու, եւ չեմ ասում, որ դա նշանակում է պարտադիր եւ ամբողջապես ուրեմն իշխանությունը վերցնելու է գործող իշխանությունը։ Ես էլի եմ ասում, եթե հասարակությունը տեսնի այլընտրանք, ժողովրդավարական այլընտրանք, որի արտաքին քաղաքականությունը հետևողականորեն, շարունակականորեն լինելու է նույնը եւ դեռ մի բան էլ ավելի խորը դեպի Եվրոմիություն, դեպի արևմուտք, կընտրի այլընտրանքը։ Եվ դա պետքա նաեւ սրատ լինի, դաս լինի գործող իշխանությանը, որ այդպիսի բաներ չանեն։
Նույնիսկ եթե դա համատարած չի, համակարգային չի, այո, համակարգային կոռուպցիա չունենք բարեբախտաբար, այսինքն որ sense ներքևից վերև կաշառքով գնա միջև առաջին դեմ։ Հենց որ այդպիսի բան մտքովս անցնի, ես առաջի ամենա կատաղի քննադատը կդառնամ արդեն անձամբ Բարսագուն իշխանության Նիկոլ Փաշինյանից սկսած։ Հենց որ դա այդպիսի բան տեսնեմ, առայժմ այդպիսի բան չեմ տեսնում։ Չեմ տեսնում ցուցակներ Նիկոլ Փաշինյանի սեփականության, ոնց որ Ռոբերտ Քոչյանի սեփականության ցուցակներն են, որ sense գնում կարդում չի վերջանում։ Այն քանակուտակ է տնաշինը գյորնատանելու ինքն էլ իր լրիվ ազգուտակով այն քանակուտակ էլ, որ 100 տարի իրանց կհերիքի այդ ունեցվածքն ու սեփականությունը այս ազգին ինչ էր արել դրանց, որ այդ աշճանի sense որոշել են թալանել sense միջև խազ էլի։ Այդպիսի բան չենք տեսնում Նիկոլ Փաշինյանի դեպքում։ Մի տուն նույնիսկ ինչ որ չգիտեմ, արտասահմանում զորով ուզում են գլխին սարքեն, sense fake բան է ստեղծում դրատվամիջոց հատուկ, մեկ Ֆրանսիայում, մեկ Կանադայում, հետո պարզվում է fake է, պարզվում է այդ նկարը լրիվ ուրիշ բան է, ուրիշի պատկանող շենք է եւ այլն։ Այսինքն չկա, եթե լիներ, չեն ստիպված ստեղծագործի, դա կհրապարակեն միանգամից։ Բարեբախտաբար մեր հետաքննող լրագրողներն շատ լավ են աշխատում, հաստատ գտել են հիմա։ Շնորհակալ եմ Հովսեփ։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանն էր, բաժանորդագրվեք ալիքին եւ օրվա զարգացումներն էլ հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։